հերոստատիտողի համար դա է։ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է, չէր լինի 44-օրյա պատերազմը, եթե ինքը լիներ Հայաստանի ղեկավարը։ Խորհրդանայենք։ Այս մասին նա խոսել է հանրային հեռուստատեսության եթերում։ Նորմալ է։ Նա նաև պատասխանել է հարցին, թե ինչու ՀԱՊԿ չօգնեց մեզ, երբ ադրբեջանական հարձակում եղավ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Թերահավատությունս մեծ է։ Ռոբերտ Քոչարյանը, որ իր խոսքով մեծ թերահավատությամբ է վերաբերվել ՀԱՊԿ-ին, նախ նկատել է, որ այդ կազմակերպության հետ հարաբերությունները փչացրել էր Հայաստանի իշխանությունը եւ որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մեծ մասը Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի։ ՀԱՊԿ-ում կա Ղազախստան, որի հարաբերությունները Ադրբեջանի հետ անգամներով ավելի լավ է, քան Հայաստանի հետ։ Բելարուս կա Բելարուս, որի հարաբերությունները Ադրբեջանի հետ անգամներով ավելի լավ է, քան Հայաստանի հետ։ Այսօր ընդհանրապես հարաբերություններ չունենք։ ՀԱՊԿ-ի շրջանակներում ըստ էության մի միջավայր է ձևավորել, որտեղ դու խնդիր ունես, դու պետք է այդ հարաբերությունները ճշտեիր ուրիշների հետ։ ՀԱՊԿ-ը ի սկզբանե այդ որոշումը չէր կայացնի, նույնիսկ եթե Ռուսաստանը կողմ լիներ։ Բա Ռուսաստանը լավ։ Ռուսաստանը այդ հարցում մենակ էր։ Ղրղստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ մի գլուխ ավելի բարձր է, քան։ Լավ, երկկողմ էլ չօգնեցին։ Երկկողմ էլ ունեն։ Այլ պետք է երկկողմով դիմել, բայց երկկողմով ինչքան ես գիտեմ, ես սենց վստահ չեմ, բայց երկկողմով համապատասխան ընթացակարգերը չի կիրառվել։ Հայաստանից։ Դուք 10 տարի նախագահ եք եղել։ Երբ որ ասում եք, որ մենք դիմել ենք, մեր վրա հարձակվել են, իրանք ասում են չի։ Ես մի հեռախոսով այդ հարցը կլուծեի։ Մեկ հեռախոսով։ Եթե չգային, ոչ մի բանով չէիք լուծի, չեն եկել մարդիկ։ Ես այդ հարցը մեկ հեռախոսազանգով կլուծեի, ես։ Ամենամարտունակ բանակն է ունեցել Հայաստանը 1998-ից 2008 թվականներին։ Ամենից մարտունակ բանակը։ Ասել է երկրորդ նախագահը, շեշտելով, որ դա միայն իր գնահատականը չէ։ Հեղինակավոր մասնագետները ասում են հետևյալը. Հայաստանում Հայաստանի Հանրապետության բանակը տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է։ Դե այդ մենք էինք ասում։ Չէ, Հայլուրով էին ասում։ Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարել է նույնիսկ 20 թվականի սեպտեմբերին։ Մոռացել եք Սարտարապատում։ Իր հայտարարությունն է։ Հայաստանի բանակը ամենից մարտունակ բանակն է տարածաշրջանում, այն որ 72 հատ էլ մարտական խաչ է տվել, մի հատ էլ ազգային հերոս։ Հիշեցնեմ, չհիշեցիք։ Դա իմ ասած 20 թիվ սեպտեմբեր, եթե 20 թիվ սեպտեմբերին դա եղել է ամենից մարտունակ բանակը տարածաշրջանում։ 2008-ին թուլեր, հետո ուժեղացավ, թե ոնց։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով իր նախագահության շրջանում Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման գործընթաց էր սկսվել, բայց բանակցային այդ կոնստրուկցիան փլուզվել է, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Երբ որ Հայաստանը միակողմանի առանց իր գործընկերներին տեղակ պահելու, օրինակ Ռուսաստանին, ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ամբողջ այդ կոնստրուկցիան փլզվում է։ Անմիջապես այդ ամբողջ Ղարաբաղյան շարժումը դառնում է սեպարատիստական շարժում, անմիջապես պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում է արդեն ապօրինի զինված միավորումներ, Ադրբեջանը կոչեց դա արդեն որպես ահաբեկչական միավորումներ եւ ամբողջ կոնստրուկցիան փլզվեց։ Ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանը չէր ճանաչում։ Բոլորը ճանաչում էին, բայց ասում էին ինքնորոշման process-ը շարունակվում է։ Այդպես եղավ Արևելյան Տիմորում, այսպես եղավ Էրիտրեայում, սա դասական process է, երբ կոնֆլիկտը տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իր լուծումը ստանում է ինքնորոշման օգտին։ Հայաստան դաշինքի առաջնորդը իր կառավարման շրջանում Հայաստանի տնտեսական շեշտակի աճի մասին խոսելիս հիշեցրել է, որ այն ժամանակ Համաշխարհային բանկը մեր երկիրը անվանել էր Կովկասյան բագր։ Համաշխարհային բանկը երևի ամենից հեղինակավոր կառույցն է։ Հայաստանը իրեն զեկույցում Հայաստանը իրենք անվանել են Կովկասյան բագր։ Եվ ասում են, որ այսպիսի տեմպեր զարգացման ոչ մեկը նախկին սովետական տարածքում եւ արևելյան Եվրոպայում չունեն։ Իրենց որակն ես չեմ ասում։ Երկրորդ նախագահը հանրային հեռուստատեսության լսարանին տեղեկացրել է, որ իր ունեցվածքը ձեռք է բերել պաշտոնաթողությունից հետո։ Ես ավարտելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել են միլիոնավոր դոլարներ։
Այդ վարույթը այսօր դատարանում է։ Մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր։ Ամեն մի ցենտի համար։ Իրեն մեղավոր համարում է Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի դեպքերի համար։ Հայաստան դաշինքի առաջնորդը հայտարարել է, ինքը պատասխանատու է որպես երկրի առաջին դեմք, բայց մարտի 1-ի զոհերի թիվ 1 մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Յուրաքանչյուր առաջի դեմք երկի որոշ չափով պատասխանության այդ զգացողությունը ունի, նաև ես ունեմ։ Բայց խնդիրը ինչի մեջ է։ Առաջի զոհված ով էր։ Ոստիկանության կապիտանը։ Առաջի զոհված է ինքն։ Ինչ վերաբերում է 10 զոհի, առաջի պատասխանատուն եւ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն է հրահրել այդ ամենը։ Դուք ձեզ մեղավոր համարում եք։ Նիկոլ Փաշինյանը իրեն մեղավոր համարում է։ Այդ հարցը Նիկոլ Փաշինյանը փառավորվում է իր սիրտը, փառավորվում է, որ ոստիկանների հետ բախոններ են գնում, որ ձեռներից խլում է, քարեր բերեք, էս բերեք, են բերեք։ Դուք սխալ արել եք։ Այդ օրը։ Այո։ Նայեք, իմ գործողությունները միակ պաշտոնյա, որը կարող էր մտցնել արտակարգ դրություն, նախագահն է։ Միայն պաշտոնյան։ Հիմա երբ հարկիզված են մի քանի տասնյակ մեքենաներ եւ երբ կան արդեն մի քանի տասնյակ վիրավորներ ոստիկանությունից, պարտավոր է ես դա անել, թե պարտավոր չէ։ Թե իսկ կարայի ոչինչ բան չմտցնեի, ոչինչ բան չանեի։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, մարտի 1-ին չի արել Միքայել, չի ընդունել մի որոշում, որի համար իրեն մեղավոր կզգա։ Կոնկրետ քայլեր, որոշումներ, ես չեմ տեսնում, թե ես որ որոշումն եմ սխալ արել այս process-ի մեջ, բայց որպես առաջի դեմք, իհարկե ես իմ մեղավորությունը զգում եմ, որ սա չպիտի լիներ։ Մի հարցը, որ դու ընդհանուր process-ի համար զգում ես պատասխանատվություն, կիսում ես այդ պատասխանատվությունը, մեկ ուրիշ հարց է, որ դու քո կոնկրետ քայլը բերել է ինչ որ հետևանքների։ Այդ կոնկրետ քայլը Հասկացա։ հասկացաք, չկա եւ ոչ մի բանում չկա այդ կոնկրետ քայլը։ Հիմա իմ մոտ հարցը Ոչ հետևյալն մի է։ սխալ քայլ չեք արել։ Սխալ քայլ, որը բերել է դրան, ես ընտրություններին չեմ մասնակցել, խոսքի մասին չէր ընդհանրապես։ Լավ, գնանք առաջ, պարոն Քոչարյան։ Հիմա տեսեք, Հետարքերը Նիկոլ Փաշինյանը իր մեղավորությունը զգում է, թե չի զգում, ես կհարցնեմ, երբ որ ինքը հյուր կհարցնենք։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, մարտի 1-ին քաղաքական գործիչները չեն տուժել։ Ըստ էության նա հասկացրել է, որ այն ժամանակ ընդդիմադիր գործիչների անպատասխանատու քայլերն են հանգեցրել դրամատիկ զարգացումների։ Որևէ մեկ քաղաքական դեմք, անդիմադիր հայտնի դեմք, հայտնի, ոչ հայտնի, որևէ վնասված ստացել է, թե որ չի ստացել։ Զոհվել են ուղղակի պարզ ժողովուրդ, պարզ մարդիկ, որոնք մասնակցել են այդ անկարգություններին։ Մեկ գործիչ հայտնի վնասված չի Այդ ձեր ստացել։ սխալը դրա մեջ կա։ Սա գիտեք ինչից է, սա ինչից է գալիս։ Սա գալիս է հետևյալից, որ նպատակաուղղված այդ գործիչների նկատմամբ գործողություն չի եղել։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև ընդդիմության հանդեպ օրվա իշխանության աննախադեպ ռեպրեսիաների մասին, հիշեցնելով, որ ընդդիմության հավաքներից հարյուրավոր մարդկանց են բերման ենթարկել։ Փորձում են ակցիաներով։ Հիմա էլ ընտրությունների շեմին իշխանությունը վարչական ռեսուրս է անխնա կիրառում։ Մարդկանց են աշխատանքից ազատում Facebook-յան մի լայքի համար։ Ես չգիտեմ ինչ է անելու ընտրությունների ժամանակ, բայց վարչական ռեսուրսի անհամաչափ կիրառումը ակնհայտ է։ Մենք քարոզարշավի մեջ ենք։ Մի հատ լայքի համար գործից ազատել։ Հանրահավաք գնալու համար գործից ազատում են։ Հիմա մեծ Լանա Համբարձումյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ ընտրատեղամասում ինչ որ մի բան անես, քան ամբողջ